նույնիսկ եթե այն ժամանակ հոգեբան չի եղել, ապա հաստատ իրենք, ունեցել են ներքին կոնֆլիկտներ, իսկ դա բացառված է որ չլինի, ներքին ներանձնային կոնֆլիկտներ, որոնք լուծել են իրանք եւ իրենց բարձը։ Բա մեր ժամանակ այդպիսի բաներ չկային։ Բա մեզ պետք էր հոգեբան, մենք նորմալ մեր համար մեր հարցերը կարգավորում էինք։ Արդյոք ես լավ մայր կլինեմ, ինչպես կլինի ծննդալուծումը, հարցեր, որոնց պատասխան ենք ուզում միանգամից ստանա։ Շատ կարևոր է նաև հուզական ինտելեկտի ամրացում, որը թույլ է տալիս կառավարել քո հույզերը, էմոցիաները, լինի սեռային դասերակցություն, սեռական չէ, սեռային դասերակցություն, Փոխությունները քո օրգանիզմին ստիպում են անդադ հարմարվել տվյալ իրավիճակին։ պետք չի միայն ընկալել կնոջը։ Այստեղ շատ կարևոր է նաև ամուսնու կերպարը, նույնիսկ ընտանեկան այսպիսի մի ճգնաժամ կա, որը կոչվում է երեխայի ծնունդից հետո։ Ինչին հավատալ, ինչից հուզվել, ինչից անհանգստանալ, Մոտիվացիա վերցնենք բալիկի առողջ ծնունդը, մոր առողջ ծննդալուծումը